Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, մեր հյուրն է Իրանագետ Նվեր Դավթյանը։ Պարոն Դավթյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Իրանն ու ԱՄՆ-ն կարծես թե կարողացան ի վերջո հրադադարի հասնել։ Իհարկե դեռ մեծ հարց է որքանով այն երկարաժամկետ կլինի, մենք իհարկե կանդրադառնանք դրան, բայց ամեն դեպքում Թրամփի սպառնալիքը, հա, ոչնչացնել ենթակառուցվածքները, ինչը կբերեր ըստ նրա մեծ արհավիրքի, նույնիսկ ավելի պատկերավոր Երևանու համար նա խոստանում էր ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, ամեն դեպքում այդ ամենը փառք Աստծո տեղի չունեցավ եւ հիմա առաջին հարցը որ կուզենայի ուղղել, սա ում հաղթանակն էր ի վերջո առաջին հերթին, կողմերից ով ինչ է շահում այս թեկուզ հնարավոր, հա, ժամանակավոր, բայց հրադադարից։ Տեսեք, այս պատերազմը մենք պետք է փորձենք տարբեր հարթությունների մեջ դիտարկել անվտանգային, այստեղ ռազմավարական բաղադրիչ է դիտարկել, մարտավարական բաղադրիչ է դիտարկել, քաղաքական, տնտեսական եւ այլ։ Եթե փորձենք հասկանալ այն տնտեսական հետևանքների ազդեցությանը դիտարկել այս մասով խնդիրը, ապա երկարատև ցանկացած նմանատիպ պատերազմ Միացյալ Նահանգների համար եւ առնվազն Պարսից ծոցի տարածաշրջանի Հորմուզի նեղուցից օգտվող երկրների համար բավական մեծ տնտեսական հետևանքներ ենթադրում եւ բնական է որ որոշակի նման ճնշում կարող է լինել Միացյալ Նահանգների իշխանությունների վրա օր առաջ այդ պատերազմը կանխելու կամ այնպիսի անվտանգային միջավայր ձևավորել, որ այդ ազդեցությունները նվազեցվեն։ Ինչպես տեսանք, Իրանի մարտավարական հնարավորությունները թեկուզ եւ ռազմածովային ուժերի մեծ վնաս կրելու եւ այլ, բայց այնուամենայնիվ ցամաքային տարածքից Իրանը իր հնարավորություններով կարողանում էր այնպիսի վնասներ հասցնել ծովում իր նշանակետերին, որոնք գրեթե կարելի ասել անհնարին էին դարձնում ամբողջական անվտանգություն վերականգնելը Պարսից ծոցում կամ հենց Հորմուզի նեղուցում։ Ուստի այս խնդիրը չլուծվեց եւ շարունակում էր մնալ այն հիմնական Միացյալ Նահանգների քաղաքական իշխանության վրա ճնշումներից մեկը, որ պատերազմը սկսվեց, այն հիմնանպատակները, որոնք դրված էին Իրանի հարցում լուծելու, խնդիրները լուծելու, դրանք նույնպես չեն լուծվել եւ շարունակում են ավելի բարդացնել իրավիճակը համաշխարհային տնտեսությանը մեծ վնասներ հասցնելու։ Սա որոշակի ճնշում էր, որը կարող էր ստիպել Միացյալ Նահանգներին հաշվի նստել իրողության հետ եւ ինչպես բանավոր այս 10 կետից բաղկացած դրույթներին ենք նայում, բանավոր կերպով ձեռք բերված, դրանցից մեկը հենց Հորմուզի նեղուցի վերահսկողության ճանաչումն էր Իրանի կողմից։ Այս իմաստով կարելի է իրանական հաղթանակ սա դիտարկել, բայց թե իրանական կողմին ինչպիսի վնասներ են հասցվել, հիմա այստեղ հումանիտար մակարդակում փորձենք դիտարկել մարդու իրավունքների եւ այլ շատ ոչ դասական պատերազմի բնորոշ գործողությունների պայմաններով փորձենք հասկանալ, իրանական կողմը նույնպես մեծ վնասներ է կրել։ Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքի մյուս երկրներին, Պարսից ծոցի արաբական երկրներին, նրանց վնասը նույնպես չափազանց մեծ է եղել։ Տարբեր հաշվարկներով միայն Սաուդյան Արաբիան այդ պատերազմի ընթացքում հրադադարի մասին հայտարարությունից 2-3 օր առաջ առնվազն $10 միլիարդ վնաս էր կրել։ Իհարկե այդպիսի երկրների համար գուցե շատ մեծ թիվ չի դա, բայց այնուամենայնիվ սա մի իրավիճակ էր, որը կարող էր այդպես երկար շարունակվել։ Եվ այդ շարունակվելու հնարավորությունը Իրանը դեռևս ուներ, քանի որ նա ինքնաբավ երկիր է, իր սեփական ռազմաարդյունաբերությամբ, հնարավորություններով, որքան էլ մեծ հարվածներ հասցվել էին դրանց հրթիռաշինությանը եւ այլ ԱՏՍ-ների արտադրության տարբեր ձեռնարկությունների ռազմաարդյունաբերական, բայց այնուամենայնիվ երկիրը ունակ է
երկար պատերազմ, նմանատիպ պատերազմ շարունակելու։ Հիմա որքանով երկարաժամկետ կլինի այս պայմանավորվածությունը, ինչու եմ հարցնում, որովհետև Լիբանանի շուրջ կարծես թե այդ էսկալացիան չի նվազում եւ ավելին Իրանը հիմա պահանջում է, որպեսզի այս փաթեթի մեջ նաեւ Լիբանանի այդ հարցը ներառվի, բայց մենք տեսանք փոխնախագահ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսն ասաց, որ ոչ, այս հարցը մենք չենք ներառում այս ընդհանուր քեյսի մեջ, սա առանձին հարց է եւ Իսրայելը ըստ էության շարունակում է իր հարվածները Լիբանանի ուղղությամբ, այստեղ ինչ զարգացումներ են հնարավոր։ Կարող է Լիբանանի հարցը նորից բերել նրան, որ Իրանը եւս նորից մեկնի ակտիվ ռազմական գործողությունների մեջ, այստեղից բխող բոլոր հետևանքները։ Գուցե նպատակներից մեկը դա է եւ հրադադարը խախտել, տապալել այդ գործընթացը, նաեւ բանակցային գործընթացը, որը նախատեսվում է մեկ շաբաթ օրը, առաջիկա շաբաթ օրը եւ հաջորդ շաբաթվա ընթացքում։ Գուցե կան մտադրություններ Իրանին ներքաշելու այս գործընթացի մեջ, որովհետև Լիբանանը Իրանի համար բավական զգայուն թեմա է։ Տեսեք, եթե հանուն Լիբանանի Իրանը մտնի ակտիվ գործողությունների մեջ կամ վերսկսի իր հրթիռային հարվածները Իսրայելի դեմ, այստեղ կարող է նաև Իրանում ներքաղաքական որոշակի խնդիրներ ի հայտ կան, այն իմաստով, որ Միացյալ Նահանգների հետ, տեսեք, մենք ձեռք ենք բերել հրադադար, Իրանի վրա հարձակում չկա Միացյալ Նահանգների կողմից եւ Իրանի ներքին անվտանգությունը, ֆիզիկական անվտանգությունը պատերազմական իմաստով սպառնալիքի տակ չէ, բայց մենք հանուն Լիբանանի նորից մտնում ենք պատերազմի մեջ։ Եվ սա կարող է ներքաղաքական դիսկուրսի մեջ Իրանում որոշակի խնդիրներ հարուցել, ուստի պատահական չի, որ այս գործոնը կարող է օգտագործվել, բայց չպետք է մոռանանք, որ Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարի ռեժիմի հաստատվելուց ի վեր, անցած տարի հաստատվելուց ի վեր, դա առաջի օրինակը չի, բազմաթիվ օրինակներ են եղել Իսրայելի կողմից Լիբանանի, Բեյրութի, Լիբանանի հարավային շրջանների հրթիռակոծության, պարզապես դա այս վերջի շրջանում սրվեց, երբ Հեզբոլլահը ներգրավվեց ակտիվ գործողությունների մեջ։ Իրավիճակը կայունացնելու պատժելու սա դիտարկվում։ Ներողություն, այստեղ մի փոքր ռեմարկ անեմ։ Իրավիճակը կայունացնելու համար Իրանը չի կարող կամ չի ցանկանում Հեզբոլլահին ստիպել, որպեսզի նա դադարեցնի ռազմական գործողությունները, թե Իսրայելը անդրդվել է եւ մինչեւ վերջ ուզում է Հեզբոլլահին զինաթափել։ Իսրայել տարածաշրջանում ցանկացած հնարավոր սպառնալիք իր համար մտադիր է ոչնչացնել, չեզոքացնել, ցանկացած տիպի սպառնալիք։ Այսինքն այս պարագայում կարանք գործ ունենք զրոյական բանու խաղի հետ։ Պատահական չի, որ Լիբանանն է։ Լիբանանից զատ դա կարող են լինել Իրաքում իրանամետ ուժերը, Քաթեբե, Հեզբոլլահը, Հաշդ ալ-Շաաբի ուժերը եւ այլն։ Այնպես որ միայն Լիբանանի հարցը չի, բայց այն քաղաքական կոմպոնենտը, որ Իրանը դարձյալ իր պրոքսի ուժերին, երկրի սահմաններից դուրս պրոքսի ուժերին աջակցելու կամ նրանց միայնակ չթողնելու կամ այսպես կոչված չդավաճանելու համար կարող է կրկին մտնել ակտիվ գործողությունների մեջ, Իրանի համար բավական զգայուն հարց է սա, որը ուղեկցվում է նաև որոշ ժամանակահատվածներում ունեցել ենք դժգոհություններ, որ արդյոք ճիշտ է երկրի սահմաններից դուրս ռեսուրսը տանել այնտեղ եւ պրոքսի ուժերին այլ։ Այս իմաստով կարող են այդ հաշվարկները լինել դրա վրա, բայց Իրանը ունի այլ լծակներ, կարծում եմ, որ կօգտագործեն դրանք, առաջինը Հորմուզի նեղուցի հարցն է, որտեվ սա միայն Իրանի համար չի, Հորմուզի թեման արդեն պետք է մյուս կողմին, անհրաժեշտ է մյուս կողմի համար։ Հիմա Իրանը ակտիվ ռազմական գործողությունների մեջ չմտնելով հանդերձ հրաժարվի հրադադարից կամ բանակցային գործընթացից, այնուամենայնիվ Հորմուզի նեղուցը շարունակելու է փակ մնալ։ Եվ դա այդ տնտեսական իր հետևանքներով ցանկալի իրողություն չէ մյուս կողմի համար։ Ինչ պետք է Իրանին խոստանան, որ նա Հորմուզի նեղուցը բացի։ Օրինակ ինչ սպասի նա ԱՄՆ-ից, օրինակ ԱՄՆ-ն ինչ քայլ պետք է անի Ուրանի արհեստացման համար այդ համաձայնությունը տա, չնայած որ այստեղ եւս հակասական թեզեր են շրջանառվում, թե Լիբանանին հանգիստ թողնի, ինչ պետք է Իրանը ստանա, որի դիմաց Հորմուզի նեղուցը բացի։ Առաջինը երաշխիքներ, որ Իրանի վրա նոր հարձակում չի լինի։ Մյուսը Իրանի համար չափազանց կարևոր է պատժամիջոցների չեղարկման
թեման, որը նույնպես ներառված է։ Ներառված էր, ինչպես գիտենք, նաև Լիբանանի թեման։ Իսկ վնասների հատուցումը եւս այսպես աքսիոմատիկ պահանջ է Իրանի կողմից։ Վնասների հատուցումը կարող են տարբեր ձևաչափերով լինել, ընդհանուր նաև սառեցված հաշիվների ապասառեցման միջոցով կամ գուցե այդ հորմուզի նեղուցից ստացված միջոցների կամ մասնակի փուլային, որը կողմերի միջև, այսպես ասած, փոխվստահության ամրապնդմանը զուգընթաց դա կարող է տեղի ունենալ։ Իսկ ուրանի հարստացումը։ Ուրանի հարստացման հարցը կարծում եմ կմնա այդպես, լավագույն դեպքում կհամաձայնեն նվազեցնել, այսինքն նոսրացնել այդ հարստացված ուրանի պաշարները, տոկոսը, եւ ինչին Իրանի սկզբանե դեմ չի եղել։ Տարբերակին նախորդ բանակցությունների ընթացքում նույնիսկ արդեն հասել էին մի փուլի, որ տեխնիկական նման հարցերը, իրավական հարցերը արդեն պետք է լուծվեն, բայց պատերազմը սկսվեց, դա դադարեց այդ գործընթացը։ Այսինքն դա Իրանի համար ընդունելի տարբերակ է, երկիր, որը հայտարարում է չի ցանկանում միջուկային զենք ունենալ, եւ այս ամբողջ պատերազմի ընթացքում էլ կարողացավ ապացուցել, որ առանց միջուկային զենքի նա կարողանում է իր խնդիրները լուծել, անվտանգային խնդիրները լուծել, ապա այստեղ լրացուցիչ պատասխանատվություն իր վրա վերցնել, միջազգային հանրության ճնշումը իր վրա ավելացնել, բնավ Իրանը նման մտադրություն չի կարող ունենալ։ Միացյալ Նահանգները ինչ զիջումներ են այստեղ պատրաստ Իրանի հարցում։ Նախ մինչև պատերազմը եղած այդ պահանջները ու հիմա ինչ որ բան էական փոփոխություն կա այդ նշված Իրանի պահանջների հետ կապված բավարարելու։ Նրանք պատրաստ են ինչ որ առանցքային կարևոր պահանջ բավարարել։ Խորքային իմաստով եթե նայենք, ոչ մի բան էլ Միացյալ Նահանգների համար այս իրավիճակը ձեռնտու չի այստեղ։ Հիմա որքանով օրինակ Թրամփը ներդրումներ է խոստանում, առևտուր է խոստանում, պատժամիջոցների թեկուզ մասնակից չեղարկում է խոստանում։ Կանեն սա։ Այնպես չի, որ դա ձեռնտու չի իրենց անելու համար։ Հետևյալ զարգացումն է վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցել, ինչից Միացյալ Նահանգները մեծ վնասներ է կրում։ Տեսեք, միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանին մեկուսացնելով, այսպես ճնշման տակ պահելով, սկուտերի վրա մատուցել են ռուս-չինական ալյանսին։ BRICS-ի մակարդակում փորձենք նայել, Շանհայի մակարդակում, այդ երկրների հետ երկկողմ հարաբերությունների մակարդակում, նույնիսկ պատերազմի ընթացքում յուրաքանչյուր նավից $2 միլիոն այդ գումարը, այսինքն յուրաքանչյուր մեկ կոնտեյների համար ոչ 1 բարել նավթի համար $1, հա։ Նույնիսկ դա իրականացվում էր յուանով։ Իսկ վճարումները իրականացվում էին յուանով։ Սա կրիպտոարժույթով Իրանի աշխատելը բացառված չի, որ այդ վերջնական համաձայնագրի ձեռքբերումից հետո Իրանը կաշխատի կրիպտոարժույթով, այսինքն այդ վճարումները տեղի կունենան դրանով։ Այս բոլորը բավական մեծ վնաս են հասցնում, այսինքն դոլարի շրջանառությանը եւ այլն, ինչը ձեռնտու իրողություն չէ նույնպես։ Եվ քաղաքական, այսինքն կա այստեղ կոմպոնենտը, եւ նաեւ տնտեսական կոմպոնենտը կա, որը Միացյալ Նահանգների համար ձեռնտու իրողություն չէ, բայց պետք է հաշվի առնենք մեկ այլ բան։ Միացյալ Նահանգները արդյոք կարողանում է բոլոր իրավիճակներում առաջնահերթությունը տալ առաջին հերթին Միացյալ Նահանգների շահերին, ոչ թե Իսրայելի։ Այդ խնդիրը միշտ կա։ Այս իմաստով արդեն կասկածելի է եւ հրադադարի խախտումը բազմաթիվ այլ ճնշումներ ենթադրվում է եւ նաեւ Միացյալ Նահանգների ներսում եւ նաեւ Իսրայելի կողմից, հրեական լոբինգի կողմից Միացյալ Նահանգների իշխանությունների վրա դա կարող է։ Նման դեպքերում ասում են ոչ թե շունն է պոչը շարժում, այլ հենց պոչն է շանը շարժում։ Կամ մեկ այլ իմաստով օրինակ տերն ու ծառայի վիճակը հայտնի չի։ Պարոն Դավթյան, գանք Իրանի ներքին խնդիրների պատերազմից հետո բնական է, որ Իրանում եղած այդ առանց այդ էլ բարդ սոցիալ-տնտեսական ահագնացող եւ բազում այլ խնդիրներ, հումանիտար եւ այլն, ֆինանսական ավելի են կարծես թե սրվելու, որովհետեւ ամեն դեպքում պարզ է, որ մեծ վնասներ են կրել հսկայական ենթակառուցվածքային կորուստներ, մարդկային կորուստներ, տնտեսական եւ այլ եւ այլ։ Այս իմաստով ինչ պետք է մենք սպասենք, հնարավոր է օրինակ ասենք, որ
թունդ այդ հակաարևմտյան խոսույթն ու գործողությունները Իրանի ներսում իրենց տեղը զիջեն ավելի պրագմատիկ ու գաղափարազերծ քաղաքականության։ Մանավանդ հատկապես ասենք Թրամփի այս վերջին մի քանի կառուցողական գրառումներից հետո փոփոխություն ներքին խոսույթի եւ իդեոլոգիայի արժեք ընկալել թե ոչ։ Վերջնական դրական ես չեմ կարող գնահատել, որովհետեւ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները ավելի շատ հակասական են իրենց բնույթով, քան նաեւ հաշվի առնելով իրենց խորքային նպատակները, Իսրայելի խորքային նպատակները։ Բայց ինչ վերաբերում է Իրանին, բազմիցս Իրանում եղել են ուժեր, որոնք պնդել են եւ նույնիսկ նրանց առանձին ժամանակահատվածներում հնարավորություն տրվել է, որպեսզի մտնեն այդ դիսկուրսի մեջ, համագործակցության եզրեր գտնել, կարգավորման պայմանական բարեփոխումներ գտնել, այո, բայց փաստը օրինակը ցույց է տվել, որ դա տեղի չի ունեցել եւ առնվազն երկու բանակցությունների ընթացքում եւ 25 թվականի բանակցությունների եւ վերջին բանակցությունների, ինչպես նաեւ 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո տեղի ունեցել ժամանակ, այո։ Այսինքն բարեփոխականների կոպիտ ասած արևմուտքը միշտ բարեփոխականներին վատ դրության մեջ է դրել, երբ որ խզել է հետո արդեն։ Այո, ստացվում է այդպես եւ պատահական չէ, որ եւ պատերազմի ընթացքում այս եւ սրանից հետո Իրանում պահպանողական ուժերի դիրքը եւ հեղինակությունը, այս իմաստով հիմնավոր հեղինակությունը բարձրանալի է։ Մեկը խոսքը վերաբերում է ԻՀՊԿ-ին պատերազմի գործողություններում ինչպես կարողացավ իրեն դրսևորել, ապահովել երկրի եւ ներքին եւ արտաքին անվտանգությունը։ Մյուսը քաղաքական հարթության վրա եթե փորձենք նայել, բազմաթիվ վերոնշյալ օրինակները ցույց տվեցին, որ բարեփոխականների այն թեզը, մոտեցումը, որ հնարավոր է կան տարբերակներ, չի իրագործվում։ Այստեղ հարցը միայն նրան չի, որ Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է, թե չի ցանկանում, կան խորքային ուժեր, ստվերային ուժեր, որոնք խոչընդոտում են դրան։ Այստեղ պետք է վերադառնանք մեկ այլ հանգամանքի, որն է Իսրայելի տարածաշրջանում գլխավոր մեծ նպատակը։ Եթե այս համատեքստում նայենք, ապա ոչ մի բան չպետք է ստացվի, որովհետև մեծ Իսրայելի ստեղծումը Նեղոսից մինչև Եփրատ դա արդեն այլ բան է Սողոմոնի Իսրայելի։ Դա արդեն այլ բան է ենթադրում, որ թույլ չի տալու նման տարածաշրջանում երկարատև կայուն խաղաղության հաստատման։ Իսկ մնացած առումներով ներքաղաքական, ներհասարակական ժողովրդի մակարդակում, այո, երկիրը կարողացավ այդ իրավիճակում, իշխանությունները կարողացան ինքնադրսևորել ներքին անվտանգության ապահովման իրենց կարողությունները, նույնիսկ ընդհանուր նաև 3 անցած օրը Բարսաշճան պաշտոնյաների կողմից հնչեցվել են բազմաթիվ հայտարարություններ, որ մինչև վերջնական համաձայնագրի չհասնեն, փողոցը չպետք է ազատ թողնվի։ Այսինքն փողոցը պետք է լցված լինի երկրի իշխանությանը աջակցող, պաշտպանող հասարակության ուժերով, ներկայացուցիչներով։ Իրանի դերն ինչպես կփոխվի հենց մեր տարածաշրջանում, Հարավային Կովկասում, Հայաստանի, Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։ Հատկապես մեզ համար հետաքրքիր է հենց թրիփի ճակատագիրը։ Իրան-ԱՄՆ հնարավոր գործարքը ինչպես կանրադառնա այս նախագծի վրա։ Գործարքի պարագայում եւ եթե դարձյալ էլի կողմերը մնան որոշակի լարվածության մեջ, այստեղ ինչ տարբերակներ կարող ենք այս բանը դիտարկել։ Քանի որ մենք չգիտենք ինչ արդյունքներ կարող են լինել առաջիկա 2 շաբաթների ընթացքում դրանից հետո, բայց այնուամենայնիվ Իրանի իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է ցանկացած նախագիծ, որը կարող է սպառնալիք լինել իր անվտանգության համար եւ ցանկացած նույնիսկ եթե քողարկված է տնտեսական նախագիծ, որը կարող է իր խորքային հիմքերում ունենալ նաև քաղաքական անվտանգային սպառնալիքներ Իրանի դեմ, ապա եթե ոչ նույնիսկ ուղիղ ձևով Իրանը անուղղակի մեթոդներով դրանք կամ չեզոքացնելու է կամ նվազեցնելու է այդ նախագծերի նշանակությունը տարածաշրջանում։ Այսինքն այս իմաստով թրիփը կարող ենք ասել, որ այս պահին մշուշոտ է իր ապագա։
ինչ որ առումով դեռևս այս անորոշության փուլում, այո, ինքը որպես տնտեսական նախագիծ կարող է աշխատել, բայց կարող են այնպիսի գործիքակազմեր, այնպիսի մթնոլորտ ձևավորել, որը թույլ չտա նրան տնտեսականից այլ որպես նշանակության նախագիծ վերածվի, դառնա։ Այսա կարող է լինել։ Մյուսը այս զարգացումների որպես հետևանք կամ արդյունք, որ փորձենք երկու իմաստով էլ դիտարկել, Իրանի հեղինակությունն է տարածաշրջանում։ Հարևան երկրների տարածաշրջանը միայն այստեղ մեր հատվածը չի, իհարկե իր համար եւ արևելյան, եւ հյուսիսային, եւ հյուսիսարևմտյան սահմանները այս պատերազմի ընթացքում գրեթե ամենաապահով հատվածն էին, չնայած որոշ առանձին դրվագների Նախիջևանի հետ կապված կամ Թուրքիայի հետ կապված փորձեր արվեցին ներքաշելու երկրներին, բայց այնուամենայնիվ ընդհանուր իմաստով ամենաապահով հատվածն էր եւ բացառված չէ, որ հետագա տնտեսական նոր փոխակերպումների ժամանակահատվածում, որովհետեւ վստահ չեմ, որ Միացյալ Էմիրությունները կշարունակի մնալ իր նույն կարգավիճակում կամ Պարսից ծոցի մի շարք երկրներ կամ իրանական այն կապիտալը, որը գտնվում էր հենց Միացյալ Էմիրություններում, կշարունակի այնտեղ իր գոյությունը, նրանց նկատմամբ արդեն սպառնալիքները կան, դա ուր է դուրս գալու, եթե ոչ կամ Թուրքիա կամ Հայաստան կամ Ադրբեջան կամ Կենտրոնական Ասիայի որևէ երկիր, որը Իրանի հետ կարող է բավական մեծ հավաստիություններ շնչող հարաբերություններ ունենալ։ Այս իմաստով մենք որոշակի հնարավորություններ ունենք եւ շատ բաներ կախված են նաեւ մեր քաղաքական կեցվածքից, այդ Իրանում արկա Հայաստանի նկատմամբ վստահելիության մթնոլորտը պահպանվում է, պարոն Դավթյան, պահպանելու համար։ Այս պայն պահպանվում է վստահությունը։ Իհարկե մենք չպետք է նայենք ռետորաբանության բանին, եթե դրանով նայենք, կարող ենք ուրիշ հարթություն տեղափոխվել եւ գուցե նաեւ սխալվել, բայց շատ կարեւոր է քո երկրի իրական կեցվածքը նման կրիտիկական իրավիճակներում այդ երկրի նկատմամբ։ Այս իմաստով Իրանի համար առաջին հերթին չափազանց կարևոր էր նաեւ այն, որ թիկունքից հարված չստանա։ Մյուսը, որքան հնարավոր է տարածաշրջանի երկրներից աջակցություն ստանա, չփակվի իր սահմանը դեպի ելք համաշխարհային շուկայի հետ։ Այս իմաստով Հայաստանը այս մի քանի առնվազն ապահովել է, իհարկե քարոզչական այնտեղ ցավակցության եւ այլ հայտարարության, այսպես այն ինչ որ մակերեսին է, հա, դիվանագիտական մակարդակում, հայտարարությունների մակարդակում մենք տեսանք, որ օրինակ Ադրբեջանը շատ ավելի պրոակտիվ քաղաքականություն եւ ռետորաբանություն կիրառեց։ Եթե չեմ սխալվում, 3 անգամ հումանիտար օգնություն ուղարկեց, մենք կարծեմ մի անգամ ենք ուղարկել դեղորայքի տեսքով։ Հեռախոսազանգեր էին տեղի ունենում Ադրբեջանի եւ Իրանի պաշտոնյաների միջև, թե նախագահների մակարդակով, թե արտգործնախարարների, այս առատությամբ մենք չենք կարող, աչքի չենք գանք այս ընթացքում։ Սա Իրանում հարց sense սրան էր գալիս։ Ինչպես են գալիս։ Ես մի քանի առումով նայեմ, մի ցավալի իրողություն ունենք մեր բանի մեջ, երբեմն շատերը որ մեծ խաչ են կախում, փորձում են ցույց տալ իրենց իհարկե, դա ընդունում եմ, հա, հավաք։ Ես չեմ պնդում, թե սրանով է ինչ բացատրվում, բայց Ադրբեջանը գուցե պետք է դա աներ, որովհետև այնտեղ կան իսրայելական բազաներ, իսրայելական ազդեցություն, կան հստակ տեղեկություններ, որ Կասպից ծովի տարածքով նույնպես ուժեր մտել են եւ գործողություններ իրականացրել են Իրանում եւ ապացուցելու, որ հակաիրանական չէ իր երկիրը, իր տարածքը եւ այլն, այստեղ Ադրբեջանը ուներ որոշակի լուրջ խնդիր։ Այդ իմաստով մենք նման խնդիր չենք ունեցել։ Մեր տարածքում չունենք բազա, մենք նման ինչ որ որոշակի ճնշումների ենթարկված չենք եղել, որ հակաիրանական գործողությունների մեջ ներգրավենք, մեր առումով նման ռիսկեր Իրանը փաստացի չի զգացել։ Իհարկե ցանկալի կլիներ, բայց օգնության չափը եւ այլն, բայց կարծում եմ նաեւ պետք է մի բան էլ հաշվի առնել, Իրանը իր հրշեջ կլինի փրկարար ծառայությունների, կլինի բուժ ծառայությունների, կլինի բոլոր առումներով այս պատերազմին ինքը պատրաստված էր։ Նմանատիպ աջակցությունները, օգնությունները գուցե Իրանի համար եղել են սիմվոլիկ նշանակության։
այո կարող էին որոշակի դերակատարություն ունենալ, բայց Իրանի համար առաջին հերթին թիկունքից հարված չստանալն է։ Սա էր ամենակարևորը Իրանի համար այս պատերազմում, նաև 12-օրյա պատերազմում։ Ուստի շատ բաներ կան, որ ժամանակի ընթացքում ավելի ակնհայտ կդառնա, մեզ մոտ նույնպես հայտարարվեց մեկ օգնություն։ Գուցե 2-3-ն է եղել։ Գուցե մենք ավելի այսպես ակտիվ լինեինք, եթե օրինակ Ամերիկայի կողմից այդ հնարավոր ճնշումներ են գուցե, չէ՞, նաև։ Հումանիտար ոլորտը չէր կարող այդ ճնշումների բան դառնալ։ Քաղաքական նկատի ունեմ խոսույթի բան։ Հումանիտար ոլորտում եւ փրկարար ծառայությունների, բուժ ծառայությունների դրանք ոլորտներ են, որ կարող ես դա անել կամ պարենի եւ այլն։ Ինչպես ասացի, Իրանը մեծամասամբ նման օգնության կարիք չուներ, լրջագույն կերպով պատրաստվել էր դրան։ Վստահ չեմ, որ նաև մեր օգնությունը հումանիտար նաև միայն այդ մակարդակում է եղել, գուցե եղել են այլ օգնության եւ կարիք չկա այլ տեսքով օգնություններ, որոնց մասին պարզապես պետք է չի հրապարակել։ Իրանում շատ լավ գիտեն, Աբբաս Արաղչին իր ելույթներից մեկում դրան անդրադարձել է։ Իրանում էլ ամեն ինչ ուղիղ լեզվով չեն խոսում, չեն ասում, չեն հայտարարում։ Կարևորը մեր հարաբերությունները փոխվստահելիության մակարդակում պահպանել եւ զարգացնել։ Վերադառնանք թրիփին եւ այստեղ հայ-ադրբեջանական հետագա կարգավորմանը։ Եթե ինչպես դուք էլ նշեցիք, որ թրիփի իրագործումը որոշակի մշուշոտ է դառնում այս իրավիճակում, այդ պարագայում հենց կարգավորումը Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորումը, որովհետև այդ կարգավորման մեջ նախագիծը թրիփը բավականին կարևոր, այսպես անկյունաքարային դիրք է զբաղեցնում։ Այստեղ այս կարգավորումը եւս կարող է հետաձգվել նաեւ Իրանի դիրքորոշմամբ պայմանավորված։ Շատ հարցեր, այո, տարածաշրջանում Իրանի շուրջ զարգացումներով են պայմանավորված։ Բայց ես զարմանում եմ, ինչու մենք միայն կենտրոնանում թրիփի վրա, որովհետև կան տարբերակներ, որոնք նույնպես կարող են Բաքու Կարս հաղորդակցությունը ապահովել, բայց ոչ թրիփով։ Այսինքն թրիփը կարող է լինել ինքը իր այլընտրանքային նշանակությունը ունենալ եւ այլ, բայց այնչի մենք ուշադրություն չենք հատկացնում Դիլիջան Վանաձոր երկաթուղու կառուցման վրա։ Ադրբեջանը ինքը կարծես թե հետաքրքրություն չի ցուցաբերում այդ նախագծի նկատմամբ եւ ամբողջությամբ կենտրոնացված են թրիփի վրա։ Կա այստեղ դա կարող է որոշակի տրամաբանություն ունենալ Նախիջևանի գործոնով պայմանավորված, որպեսզի Նախիջևանը կղզիացման չվերածվի եւ այլն, բայց այնուամենայնիվ Բաքվի եւ Թուրքիայի միջև ամենակարճ հաղորդակցության ճանապարհը դա կարող է լինել եւ շատ առումներով տարածաշրջանի երկրների համար մտահոգություններ առաջացնող խնդիրներ նաեւ շրջանցվեն։ Ինչ վերաբերում է թրիփին, դա միայն մեր ցանկությամբ չի պայմանավորված։ Միացյալ Նահանգների, տեսեք, այնտեղ տնտեսական ինքը որպես նախագիծ Եթե տարածաշրջանում լինի անվտանգային լարված վիճակ, անվտանգային ռիսկեր եւ այլն, որպես որևէ բիզնես տնտեսական շահույթ հետապնդող բիզնես կազմակերպություն նա ռիսկերը տեսնելով չի ցանկանա այնտեղ ներդրումներ անել։ Միայն այստեղ քաղաքական բանը չի։ 22 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, Ադրբեջանի ագրեսիայից հետո մի շարք հայ պաշտոնյաներ, նաև փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարվում էր, որ Իրանի դիրքորոշումն այդ օրերին շատ կարևոր դեր խաղաց հետագայում այդ ագրեսիան դադարեցնելու եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու տեսանկյունից Իրանը շարունակում է իր այդ գործոնը, պահպանում է իր կարգավիճակը տարածաշրջանային բալանսավորման եւ Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության ինչ որտեղ երաշխավորի առումով։ Նոր առիթներ մենք չենք ունեցել, որպեսզի այդ մասին բարձրաձայնվի կամ դեսպանի մակարդակով կամ, չգիտեմ, վելայաթի մակարդակով կամ այլ քաղաքական գործիչների մակարդակով, որովհետև կոնյուկտուրան էլ նույնը չէ։ Բայց այնուամենայնիվ Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ընդհանուր տարածաշրջանային քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Եվ այս պատերազմի արդյունքներով պայմանավորված, կարծում եմ իր դիրքորոշումները, տարածաշրջանային քաղաքականության իր սկզբունքները ավելի ամուր պահպանելու կարողություններով է նա հանդես գալու։
եթե այս պատերազմներից առաջ նախորդող իրավիճակներում գտնվում էր այլ իրավիճակում Իրանը գուցե քաղաքական հայտարարությունների կամ զորավարժությունների նույնիսկ մակարդակով փորձում էր դրսևորել, ապա այս պատերազմի արդյունքները գնահատելով, այս պատերազմից հետո կարծում եմ Իրանի դիրքորոշումը ավելի հստակ, ավելի առարկայական գուցե եւ չեմ կարծում նաեւ որ այս հանգամանքը հաշվի չեն առնում մյուս կողմում եւ գիտակցելով դա կարծում եմ չեն գնա այնպիսի գործողությունների, որը կարող է հարուցել Իրանի դժգոհությունն եւ հակազդման գործողությունների առաջ բերել։ Շնորհակալություն պարոն Դավթյան։ Խնդրեմ։ Մեր հյուրն էր իրանագետ Նվեր Դավթյանը։ Կհանդիպենք։